պատգամավորներին։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Հուսում եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, օրինակ ոնց որ դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակի սկսեմ վիրավորել ձեզ ու դառնա այն, ինչի մեջ երևի դուք շատ հմուտ եք։ Բայց ես այդպես բան չեմ արել ու չեմ անելու։ Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում, եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվի, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել եւ իրենք իր բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Բոլոր միջնորդությունները, որոնք դուք վկայակոչել եք դատարանի կողմից, որտեղ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, որոշումներ կայացվել են, մերժվել են, ինձնից լավ գիտեք, եւ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ ազգային ժողովում պիտի քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվի։ Դրա օրինակները կան, դրանք վատ օրինակներ են։ Նշում եք անչափահասի մասին, լավ է, որ ձեր սիրտը անչափահասի համար ցավում է, բայց գիտեք հիմա գործը որտեղ է, որ փուլում է, խափանման միջոցի վերաբերյալ որոշում երբ է կայացվել, թե էլ հետաքրքիր չի։ Ինչի էլ, օրինակ, այդ նույն ջանասիրությամբ ձեր փաստաբանները չեն զբաղվում այդ գործով։ Օրինակ, ինչի չգիտեք, որ մարդու վերաբերյալ արդեն գործը ուղարկված է դատարան։ Չգիտեք ինչի, որովհետև ձեզ այդ հետաքրքիր չի այլևս։ Որովհետև այն պահից, երբ որ կալանքի վերաբերյալ որոշումը կայացվեց դատախազության կողմից, ինձ համար ակնհայտ էր, որ հիասթափություն ալնելու ձեր կողմից։ Իսկ դատախազությունը օր առաջ վարույթով նախաքննությունն ավարտեց, օր առաջ խափանման միջոցը փոխեց եւ ուղարկեց դատարան։ Դե համար մնացած բոլորը ինչ որ դուք ասում եք։ Ես ես կառաջարկեմ, օրինակ, անջատված մաս ունենք։ Գնաք դատար, գնաք նախաքննական մարմին, ասեք ուզում եմ ցուցմունք տամ։ Ստորագրեք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին ու ասեք այս ամեն ինչ որ ասում եք։ Հեշտ է գալ ելույթներ ունենալ։ Ու ինձ փորձել ներքաշել այդ դիալոգի մեջ չի ստացվելու։ Ոչ վիրավորելու եմ, ոչ էլ համբերությունից դուրս եմ գալու։ Ուրիշ մեթոդ կտեք։ Արձագանք։ Տիկին Վարդապետյան, դուք եք մեզ վիրավորել։ Դուք մեզ վիրավորել եք սուտ տեղեկություններ տալ։ Դուք Սարգսյան Արտուրի խայտարակ եք արել, չեք վիրավորել։ Հիմա բանա, դուք չեք, ես օրակարգ եմ պարտադրում, մեր Սարգսյան Արտուրի հեղինակության հետ է քաղացել, Բաքրատ Սրբազանի հեղինակության հետ է քաղացել, որ ԿՊ պատգամավորները իրար հերթ չտալով հելնում էին, բայց Սրբազանն ասել է, հեսա 2-3 հոգի գյուլելու ենք, Հանրայինի եթերում կարծացել եմ ամբողջ այդ գաղտնալսումը, որը պարզում է, որ սուտ է այդ եղել։ Հիմա դատաքննության հետ կապված։ Դատաքննության հետ կապված մի հատ եկեք դատարան, տեսեք, այնտեղ ժամանակ շահելու հարց չկա, 18 արդարի տարեր նստացրել եք դատարանի դահլիճում ու ասում եք շատ արագ, հա շատ արագ, իրանք են ամենաշահագրգիռը, որ դատաքննություն այդ փաստերը մեջտեղ գան, որտեղ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, տոտալ գաղտնալսել են, մոնտաժել են, հազարավոր ժամեր մոնտաժած, բերել դուք էլ ազգային ժողովի ամբիոնից ԿՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արտուրին պետք է կալանավորել, որովհետև Սարգսյան Արտուրը ինչ որ երկաթի աստղիկներով որոշել է անիվները ծագել, որը պարզվա, որ սուտ է, ջուր։ Խնդրեմ Տիկին դատախազ։ Առաջարկում եմ ամեն դեպքում մեթոդը փոխեք, պարոն Մանուկյան, դուք դատարան չեք, դուք դատավոր չեք, հիմա ինչ տոնայնությամբ ասեք, ինչ վարչությամբ, գոռակ, ինչ տոնով իմ հետ խոսեք, վիրավորեք, փորձեք կպնել իմ արժանապատվությանը։ Խնդրեմ պարոն Մանուկյան։ Դրանից ձեր ասածը ճիշտ չի դառնում։ Կամ մի մարմին, որը գնահատական է տալիս, դա դատարանն է։ Հրապարակային դատալսումներ են։ Ասում եմ, բան ունեք ասելու, գնացեք ստորագրեք ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության տեղեկացման մասին ու ասեք այդ ամեն ինչը գրավոր որպես վկա։ Ո՞վ է ձեզ խանգարում։ Ոչ մեկ։ Հիմա մեթոդը փոխեք, խնդրում եմ։ Պարոն Մանուկյան, դիալոգի չենք վերածում։ Պարոն Մանուկյան, եթե ելույթ ունեք, ելույթով կանդրադառնաք։ Շատ լավ։ Պարոն Համբարձումյան, խնդրեմ։